հոգևոր առանցքին չի կարելի խփել։ Որովհետև պատմությունն ու փորձը կրոնագետի խոսքով հուշում են, կործանարար է լինում այս առանցքի կողմ նետված անգամ պարսատիկի քարի պատասխանը։ Եթե հարցը հասել է նրան, որ հենց արքետիպային այնպիսի առանցքի, այնպիսի մի հսկա ինքնության առանցքի, ինչպիսին է հայոց առաքելական եկեղեցին, պետք է հարվածեն քարով, ուրեմն ատոմային ռումբով պատասխան են ստանալու։ Կարևոր էլ չէ ինչ հարցեր է դնում իշխանությունը եկեղեցու ու հոգևորականների դեմ գործողությունների հիմքում։ Սեղանին հայ ժողովրդի համախմբման հոգևոր կենտրոնի վարքն ու հեղինակությունն է։ Որևէ ժամանակավոր իշխանություն չպետք է փորձի հարվածներն այս կողմ ուղղել։ Երբ որ գնում են, ասենք, կոտրում են դռներ, կոտրում են պատուհաններ, դա անհասկանալի բան է եւ Էջմիածին, ասենք, խուզարկել է, ինչ նշանակում է, այդ 1903 թիվը չի էլի, երբ որ ասենք խնդիր էր ռուսաց պետականության ցարի համար խնդիր էր այնտեղ գտնվող հայկական փակ կառույցների կանոնադրությունները արգրավելը։ Բոլոր ծանր պահերին հայոց եկեղեցին եղել է առաջնորդող, անգամ եթե այդ առաջնորդությունը հոգևորականներին կյանքի արժեցել։ Հազար ու մի տեղ միավորել են ժողովրդին, կանխել հնարավոր ձուլումն ու ոչնչացումը։ Եկեղեցին դա 1700-ամյա իշխանություն է։ Նա իր մեջ կրում է հոգևոր ջիղը հայ ժողովրդին, նա իր մեջ կրում է հայոց ինքնության առանցքը որպես այդպիսին։ Նրան արտաքին բռնությունների ենթարկելը անթույլատրելի է։ Ինչու հենց հիմա թիրախավորվեց եկեղեցին։ Կրոնագետը մի կողմից արտաքին հետքի մասին է ակնարկում, մյուս կողմից չի բացառում ընտրություններին նախընթաց իշխանության խուճապը։ Բոլոր դեպքերում գործընթացը տանելու է հասարակության երկփեղկման, ինչը խիստ վտանգավոր է հատկապես օրվա սպառնալիքների ֆոնին։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք կարևորագույն մի առանցք, որը ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ տուժի, իջնի նրա համարումը, որտեղ քաղաքական համարումը կարող է իջնի, կարող է բարձրանա։ Եկեղեցու դեպքում դա կարող է շատ ծանր հետևանքներ թողնել։ Պատմական այն երթը, որ եկել մեզ է հասել, չպետք է ընդհատվի մեզնով։ Հակառակ դեպքում մենք մեր վրա կվերցնենք մի մեղք, որով անիծյալ կլինենք բոլոր նախորդող սերունդների եւ ապագա սերունդների համար։ Մայրաթոռում տեղի ունեցածից հետո Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել Գարեգին II-ին։ Միաբանության հայրերն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված, անսասան պահելու ամենայն հայոց հայրապետական աթոռը կաթողիկոսին եւ հայ ազգին։ Նրանք հիշեցրել են, որ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրան, հույսի փարոս, գոյատևման հենարան եւ կայունության երաշխիք։ Հայտարարություն է տարածել նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Նուրհան arczepiskopos Մանուկյանը դատապարտել է Մայրաթոռի վրա հարձակումը, աջակցություն հայտնել վեհափառ հայրապետին եւ հույս հայտնել, որ Մայրաթոռը կշարունակի գործունեությունը համաձայն վանական եւ եկեղեցական օրենքների, հարգելով Հայաստանի օրենքները, իսկ իշխանությունը կվերահաստատի փոխադարձ հարգանքը Մայրաթոռի եւ վեհափառի հանդեպ։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։